Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում այսօր զրուցելու ենք քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող Արաբագետ Հայկ Քոչարյանի հետ։ Ողջույն Հայկ, շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Հայկ, այսօրերին հետևում ենք Իրանա-իսրայելական այս լարված իրադրությանը եւ Իսրայելի հարձակմանը Իրանին։ Իրանական ներքաղաքական քննարկումներում կա այդ տարբեր սցենարների քննարկումը, թե Իսրայելը ինչ նպատակներ է հետապնդում այս հարձակմամբ, դա հեռահար սցենարն է ռեժիմի փոփոխությունը, թե միայն միջուկային ծրագրի խափանմանն է ուղղված։ Ես կուզեմ իմանալ ձեր դիտարկումները Իսրայելի ներսում։ Մենք գիտենք Նեթանյահուի իհարկե հայտարարությունները, բայց կան նաև այլ քննարկումներ, թե ինչ նպատակի կարող է ծառայել սա։ Դեք վերցնենք իսրայելական ներքաղաքական կյանքը ինքը շատ բազմաշերտ ու բազմապարտ process-ների մեջ էր վերջի շրջանում, այսինքն վերջի 2-3 տարի, 2 տարի մի քիչ ավել, երկիրը անընդհատ պատերազմական գործողությունների, ռազմական գործողությունների մեջ է, միտեղ պատերազմը ձևակերպում դա, միտեղ ոչ, բայց ակտիվ տնտեսությունը արդեն փոխվել է այդ ռեժիմով աշխատում Իսրայելում։ Զուգահեռ կա քաղաքական վերնախավի Նեթանյահուի գլխավորությամբ իշխանությունը պահելու, կոնսոլիդացնելու եւ անընդհատ իր պատկերացրած տեսլականով երկիրը առաջ տանելու, որը ուղղորդվում է եւ համադրելի է նրա հետ, որ դարձնել Իսրայելը տարածաշրջանային ազդեցիկ պետություն, վերաչեզոքացնելով հնարավոր բոլոր վտանգները, որոնք կան Իսրայելի հանդեպ, այսինքն եթե նայեք բոլոր այն ուժերը, որոնք կարող էին վտանգ ներկայացնել Իսրայելի համար, բոլորի դեմ պայքարը մղվեց եւ դիմադրության առանցքներ Համաս, Հեզբոլլա, ԹԼՀ, այսինքն Սիրիան, որը այլ ստրուկտուրան է, այլ խնդիրների մեջ է, որը կարող է որոշ ժամանակ հետո Իսրայելի համար խնդիրներ առաջան, բայց այս բանին վերահսկելի է Իսրայելի համար, այսինքն այն ինչը, որ սցենարային տեսնում ենք կամ իրականացնում է Իսրայելը, ունենալ դոմինանտություն օդում, բոլոր հնարավոր զարգացումները այդ հարևան ոչ բարեկամական երկրներ որոնք վտանգում են իր անվտանգությունը, հասանելիություն ունենալ եւ ոչնչացնել այդ թիրախները, այդ հնարավորությունները հարևան երկրներին։ Դա տեսել ենք Լիբանանի, Սիրիայում ենք տեսել։ Հիմա այս ամբողջ կոնտեքստում մնացել էր Իրանը որպես հիմնական թշնամական երկիր եւ Իսրայելում հասկանում են, որ իրենց համար դա գոյատևման հարց է, հարցը լուծելու։ Իրանական միջուկային ծրագիրը հարմար փաթեթավորում է այս ամեն ինչի, որտեղ տարբեր զեկույցներ կային, տարբեր, այսինքն նույն ՄԱԳԱՏԵ-ի զեկույցը, որը կողմնակալ որակվեց Իրանի կողմից, օրերս զեկույցի հեղինակներից գլխավոր հեղինակը ասում էր, որ իրանք չէին տեսնում միջուկային, բայց նախորդ զեկույցում այլ բաներ գրված։ Այսինքն միջուկային ծրագիրը դա պատրվակ է այս պրոյեկտները իրականացնել Իսրայելի տեսանկյունից։ Բայց Իսրայելը այդ ամբողջ հաշվարկում ուներ Միացյալ Նահանգներ, որտեղ եւ այս փուլում, որում մենք հիմա գտնվում ենք այս զարգացումներն, դա այդ փորձն է ամեն գնով Վաշինգտոնից ստանալ աջակցություն եւ ուղղակի միջամտություն այս խնդրին, որտեղ այլ տեսանկյունից այս հարցը լուծում դեռ չունի։ Իրանական մշակույթում, այսինքն լավ գիտենք, թե ժամանակին կալում է ինչ, այսինքն երկար բարակ կարող են ընկալել, այսինքն նրանք պլանավորեն երկար, ռազմավարական սպասումը կարող է նաև երկար, կարող են իրենց թույլ տալ, բայց Իսրայելը հայտարարել էր 2 շաբաթյա գործողությունների մասին, առնվազն Նեթանյահուի շուրթերից հնչեց 2 շաբաթ պլանավորված պատերազմ ունենք, արտահայտությունը,
Սա բայց ավելի շատ վերջի 24-48 ժամվա զարգացումները ցույց են տալիս, որ ավելի տեղի ունենում ճահճացում process-ի Իսրայելի համար, որը շատ վտանգավոր է Իսրայելի համար։ Այստեղ նաև պետք է հասկանալ, որ դա էլ հասկանում են Իսրայելում, եւ ինչ որ մի նոր պրովոկացիա կամ գործողություն պիտի անեն նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը, որտեղ նախաձեռնությունը արդեն կորցնում են իսրայելական կողմը։ Այս պահին, երբ մենք նկարահանում ենք մեր զրույցը, ինչպես դուք նշեցիք, նշանները շատ ավելի նման են նրան, որ երկարում է պատերազմը, որովհետև պատերազմը սկսելը կարծես թե հայտարարվեց, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների միջամտության է արվել, բայց պատերազմը ավարտել առանց այդ միջամտության հնարավոր չի լինելու, իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2 շաբաթ ժամանակ ունի որոշում կայացնելու։ Իրանում այս քննարկումները որակվում են որպես պարզապես որևէ տեսակի բանակցությունների խափանում, հատկապես Իրան-ամերիկյան բանակցությունների խափանում։ Գիտենք, որ մինչ հարձակումը նաև դուք խոսեցիք ներքաղաքական նաև խնդիրների մասին, բայց շատ կոնկրետ գործընթացներ կային, չէ՞, այնտեղ նույն պարլամենտում խոսում էին անընդունելի քաղաքականության մասին Նեթանյահուի։ Հիմա երբ նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր կան այդ հարձակման արդյունքում, հակահարձակման կարելի ասել, այդ քննարկումները շարունակվում են, թե հաշվի առնելով իրադրությունը մարած են։ Գիտեք, դժվար ասել, թե փակ է, ցենզուրա է գործում Իսրայելում եւ չունենք շատ տեղեկատվություն, թե ինչ process-ներ են տեղ ունենում։ Այն ինչ որ դուրս է գալիս քարոզչության տեսանկյունից ցույց է տալիս, որ տեղի ունեն կոնսոլիդացիա իսրայելական հասարակությունում, բայց այդ ժամանակի երկարում իմ կարծիքով հակառակ էֆեկտը ունենալու է, որտեղ եթե նախորդ հարձակումների ժամանակ հարևան տարածքում գտնվող ուժերի հանդեպ Հեզբոլլահը կլինի Համասը, կլինի Սիրիայի պարագայում պատասխանները շատ սահմանափակ են եւ հնարավոր է վերահսկել, այսինքն իսկ այսօր փաստացի Թել Ավիվում եւ այլ քաղաքներում բազմաթիվ ավերածություններ կան։ Եվ նաև կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների կան, ամբողջ փաթեթը չի երևում տեսանյութի, բայց ակնհայտ է, որ սա այսինքն տարբերվում է նախորդ շրջանից եւ սա իր հետքը թողում է իսրայելական հասարակությունում, որը կարող է նաև բարձրացնել հարցեր չնայած այնց ռազմական դրության պայմանավորված, ռազմական իրավիճակով պայմանավորված գրաքննությանը, որը կա Իսրայելում, կարող ենք տեսնել, որտեղ դա նաև սա է խնդիրը Նետանյահուի համար, որ երկարելը կարող է բերել նման զարգացումներ Իսրայելում, դեռ նաև այսինքն պետք է հասկանալ այս երկու ուժերի համեմատությունն էլ ինչքան կարող են պահել այս ռազմավարական սպասումը նաև։ Գիտեք, Իրանը իմ կարծիքով երևի թե ռեսուրսներ շատ ունի, որովհետև եթե վերցնեք խոսում է իրանական օդում իսրայելական դոմինանտության մասին, բայց այս ամբողջ այդ մեկտեղ մենք չտեսանք ոչ չացում իրանական օդուժի։ Իսկ 1-2 այսինքն ուր այդ օդուժը։ Այսինքն այստեղ շատ հավանական է, որ եւ հնարավորություն իսրայելական հրթիռների հասանելիության հարցն է, որը այսինքն լավագույն դեպքում հասնում է մինչև Իրանի կենտրոնական շրջանը, արևելյան շրջանները մնում են բաց եւ ստեղ է նաեւ Միացյալ Նահանգների աջակցությունը, որ պետք է։ Բայց անգամ եթե Միացյալ Նահանգների միջամտությունը եղավ, միևնույն է արևելյան շրջաններում, արևելյան սահմանների մոտ ռազմաբազաներ չկան Միացյալ Նահանգների։ Եվ ագին տարածք էլի բաց անում, սա էլ է խոսում նրա մասին, որ հնարավոր է շատ ավելի պրոբլեմատիկ լինի նաև Միացյալ Նահանգների միջամտությունը հարցին։ Աֆղանստանից դուրս գալուց հետո այդ հատվածում էլ բաց այնտեղ չկա, այսինքն սա պետք է կոալիցիա ձևավորել, ներկայացնել հարևան երկրներին, եւ այստեղ նաև կա Ադրբեջանի հարցը այդ կոալիցիա, այսինքն սա բարդ process է եւ տենց սպիտակ տանը ոնց որ թե հասկանում են այս խնդիրները։
Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հիմա մերձավոր արևելյան երկրներում Ամերիկան տեղակայում է կործանիչներ, ես հիմա անունները դրանց չեմ հիշի, բայց որոնք կարողանում են նաև վերալիցքավորվել օդում, կան նաև այդպիսի վերլուծություններ, որ կարող է որևէ այլ երկրի անհրաժեշտություն չլինի միջամտության, դուք դա ինչպես եք գնահատում։ Դա ռազմական փորձագիտության հարց է, բայց դա վերալիցքավորել օդում թիրախի տեսանկյունից հեշտ թիրախ են դառնում, դա համար խոցելիություն Միացյալ Նահանգները շատ բան ունի մտածելու խաղի մեջ մտնելու տեսանկյունից։ Անդրադառնանք նաև, եթե դեմ չեք, մերձավոր արևելքի մյուս երկրներին, որոնք էլի ունեն շատ բան մտածելու, որովհետև ռիսկեր կան շատ։ Մենք մեր նախորդ զրույցի ընթացքում քննարկում էինք այդ հարցը, որ արաբական երկրները եւ արաբական փողոց կոչվածը, այսինքն հասարակությունները արաբական երկրների շատ տարբեր մոտեցումներ ունեն այն խնդրին, թե ինչ է կատարվում եւ իսրայելա-պաղեստինյան ճակատում եւ հիմա արդեն այս սրված հակամարտության հետ կապված հարձակումից անմիջապես հետո գրեթե բոլոր երկրները արաբական դատապարտեցին այդ հարձակումը, բայց եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշի օգտագործել իր ռազմաբազաները այդ երկրներում, տուժելու են ոչ միայն ռազմաբազաները, այլ նաեւ երկրները եւ Իրանը այդ մասին հայտարարել է։ Ինչպիսի զարգացումներ կան այս երկրներում, ներքաղաքական քննարկումներում։ Արաբական ծոցի երկրներ եթե նայենք, ծոցի երկրների համար դերսնեք Բուշարը, այսինքն միջուկային օբյեկտները, որոնք ամնա արևմտյան շրջանում գտնվող Բուշարը եթե վերցնենք, ուղիղ գծով 300-400 կիլոմետր է արաբական ծոցի երկրները Բուշարից։ Այսինքն եթե միջուկային աղետ է տեղի ունենում, իսկ ինչը ոնց որ թե տեսնում ենք որոշ տեղեր, որտեղ կոծում են իսրայելական հրթիռները, ունենք խնդիր միջուկային անվտանգության տեսանկյունից, ծոցի երկրները շատ մտահոգ են։ Դժողներից առաջիններն են։ Որովհետև սա էկոլոգիական խնդիր է ծոցի համար։ Եթե սա ամբողջ տնտեսական համակարգերը կարող է վերանայվել կամ քանդվել դա բան, որովհետև նույն ջուրը, որը աղազերծում օգտագործելով ծոցի ջուրը, շատ նպատակների համար սա կարող է դառնալ ոչ պիտանի, բայց ամբողջը քննարկում են եւ գիտակցում են։ Եվ այստեղ միանշանակ չի, որ իսկ տնտեսական հատվածը այն խոսքային մասին է, որ այս ճգնաժամը եթե երկարի, եթե քննարկվի օրինակ նաև Հորմուզի նեղուցի փակման հարցը, նավթի գների տատանումները արդեն բարձրանում են, դա ոնց նստեղ ենթակառուցվածքների տեսանկյունից Հորմուզի ջրանցքի հարցը կա, որը Իրանը կարող է չգնալ իրանական ձևով փակելու, այսինքն բացահայտ, բայց կարող է շատ պատահական երկու նավ բախվեն եւ բավական երկար ժամանակ այդ անցողին դառնա ոչ օգտագործելի։ Որտեւ Հորմուզի ջրանցքը իրենից երկու, այսինքն նավուղի ունի, մեկով գնում են, մյուսով գալիս են եւ մնացած հատվածները մեծ նավերի համար նավարկելի չեն եւ այստեղ կարող են տեղ ունենալ, այսինքն անհրաժեշտ պատահական վթարներ, սա իր հերթին, որտեվ չեմ կարծում, որ առանց միջամտելու Իրանը գնա բացահայտ Հորմուզի ջրանցքի փակմանը։ Այստեղ այդ հարցը կա, մնացած հարցը անվտանգային է, նաև փողոցի տեսանկյունից արաբական, որովհետև Իրանը դառնում է արաբական փողոցի սիրելին, այսպես ասած։ Ֆավորիտը։ Որովհետև Իսրայելին նման վնասներ հասցնելը, դա եթե դուք արաբական հեռուստալիքներ բացեք, մի արաբական այդ նույն պետությունների համար իմիջային հարց առաջանում, իրենք դա չեն կարողացել անել, չեն արել, անում է Իրանը եւ այստեղ նաեւ հետաքրքիր տենդենսա նկատվում, որ եթե մինչև այդ Էրդողանն էր հանդես գալիս պաղեստինցիների եւ համաիսլամական ինչ-որ պահապանի դիրքում, այստեղ այս հարվածների զուգահեռ իր արաբական փողոցը սկսում է փոխվել։
տրամադրություններն են փոխվում, սա էլ են ծոցի երկրների եւ ընդհանրապես մյուս երկրներ, որտեղ հատկապես կա շիական մեծամասնություն, փոքրամասնություն եւ նաեւ մեծամասնություն, խնդիր է առաջանալու։ Այսինքն սա երկրորդային կամ կարող է նաեւ առաջնային կարևորության խնդիր է այդ երկրների համար արաբական, բայց ընդհանուր արաբական երկրներն կարևոր է որպեսզի լինի Իրան ցանկալի է ոչ շատ ուժեղ, բայց միասնական, որ չլինի քաոս այդ տարածքում, վերահսկելի կենտրոնական իշխանություն լինի, որը կարող է վերահսկել տարածքները, բայց չխանգարի եւ հեշտ բանակցվող լինի։ Այդ բոլոր նպատակները հաշվի առնելով ռեժիմի փոփոխության մասին քննարկումները Իսրայելի ինչպես են ընդունվում, որովհետև դուք նշեցիք, որ այդ Իրանը դառնում է ֆավորիտ արաբական փողոցում, պիտի հավելեմ, որ ոչ միայն հենց Իրանը, այլ նաև Ալի Խամենեին որպես առաջնորդ, հատկապես այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ կոնկրետ նրան էլ ուզում են սպանել, կարծես կերպարը նույնպես դառնում է բավական, այսպես ասած, պոպուլյար։ Բավական հետաքրքիր, թե իսլամական, թե շիական կոնցեպտի ներսում, թե ընդհանրապես, որտեվ մարտիրոսության ճանապարհը դառնում, անգամ եթե տեղ ունենա, այսինքն առաջնորդի հանդեպ ոտնձգություն կամ ապորձ կամ սպանության այլ գործողություններ, սա շատ հետաքրքիր կարող է կոնսոլիդացնի շիական էլեմենտը ամբողջ մեր զորավարելքում։ Հիշեցնենք, որ Ալի Խամենեին 86 տարեկան է, 46 տարի փաստորեն մասնակից է այդ պայքարի մեջ, դրանից 36-ը ղեկավարում է Իրանը, մահափորձ արդեն իսկ իրականացվել է իր հանդեպ, որի արդյունքում ձեռքի խնդիր ունի եւ այս ընթացքում իսկապես շիական այդ տրամաբանության մեջ լրիվ մարտիրոսության ճանապարհի միֆոլոգիայի տեսանկյունից ամբողջ կվերարտադրվի, շատ ուրիշ զարգացումներ կարող են լինել, որոնք այս բանը հաշվարկելի չեն։ Դա համար այստեղ ոչ միայն են հայտարարությունները, որ երկրի ղեկավարի հանդեպ վերացման փորձեր անընդունել են եւ դա կարող է բացել Պանդորայի արկղը, ոչ միայն նա ենթադրվում է, որ այստեղ կարող են լինել արդեն նորմ դառնա այլ երկրի առաջնորդի սպանել, նաև այս տեսանկյունից շատ ուրիշ զարգացումներ կարող են լինել իսլամական արժեքային պատկերացումների դաշտում։ Դրա համար այստեղ դա մի զարգացում է։ Երկրորդը Իսրայելը բացառությամբ 1-2 քաղաքական գործիչների ոնց որ թե չի դրել նպատակ ու չի հայտարարում, որ իրենք ուզում են ռեժիմ փոխել։ Իրենց պատկերացմամբ իրենք ուզում են ունենալ այսինքն Սիրիայի նման Իրան։ Ինչ իմաստով, որ ֆորմալ միասնական պետություն է, բայց կան ազդեցության տարբեր գոտիներ եւ ուժեր։ Ներկա Սիրիայի նման։ Ներկա Սիրիայի։ Այսինքն այստեղ բայց դա առանց ռեժիմի փոփոխության հնարավոր չեղավ Սիրիայում։ Այո, բայց կարող է տարբեր սցենարներ լինել, կարող է լինել թույլատնել իրենք մտածեն, այսինքն թույլատնել կենտրոնական իշխանություններ ունենալ տարբեր տարածքներ, ազդեցության գոտիներ, որոնք փաստացի Իրան կլինեն մի կազմի մեջ, բայց կլինեն այլ ազդեցության տարածքներ, սա կարող լինի պլան, որը ուզենան հասնել։ Բայց այս պայծրությամբ այն, որ Միացյալ Նահանգները դեռ չի միջամտում այս կոնֆլիկտին, ուղղակի իր ռազմական պոտենցիալով, սա շատ ծանրության մեջ այս բանը դնում Իսրայելին, որը այդ տակտիկական առավելություն ստանալու հաջորդ փուլում կարող է գնալ մի ուրիշ այլ արկածախնդրության, որը դժվար հաշվարկելի է եւ վերահսկելի։ Ռեժիմի փոփոխության համատեքստում առհասարակ ճգնաժամերի ժամանակ երկրից դուրս գտնվող ընդդիմադիրները իհարկե շատ ակտիվանում են, բայց հատկապես հիմա շահի որդին, որը որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գտնվում, ամեն օր գրեթե հայտարարություններով է հանդես գալիս եւ պատրաստակամություն է հայտնում, որ նաև անցումային կառավարության ղեկավարման ղեկը կարող է ստանձնել։ Եթե հաշվի առնենք, որ
նրա հոր ժամանակ Իսրայել-Իրան հարաբերությունները բավական սերտ էին։ Իրանը առաջիններից մեկն էր, որ ճանաչել էր Իսրայելը որպես պետություն, նավթամուղ էր կառուցել, որից Իսրայելը նավթ էր ստանում։ Իսրայելի մոտեցումը հենց կոնկրետ այդ կերպարի հետ կապված ինչպեսին է։ Կա այդպիսի ընկալում, որ օրինակ Իրանում տարածված է այդ մոտեցումը, որ նրա հիմնական աջակիցն ու ֆինանսավորողը հենց Իսրայելն է։ Իսրայելում կա այդ մոտեցումը, որ դա լավ տարբերակ կլինի իրենց համար։ Գիտեք, Իսրայելում այսինքն պայմանական ասած Իսրայելի հետ աֆիլացված ալիքները կա մեջահարթակներում շատ հաճախ շահի որդու խոսքերը իրեն այսինքն շրջանառվում են տեքստերը, բայց շատ լուրջ հետազոտություն կամ լուրջ կենտրոնի արած հետազոտություն չի հանդիպել ինձ, որտեղ խոսում է, որ կարող են օգտագործել շահի որդուն որպես քաղաքական փոփոխության գործ։ Դա կարող է լինել միջանկյալ։ Որպես նաև միավորող, այսպես ասած, սիմվոլիկ կերպար չի հանդիպել ինձ կարող է, բայց չեմ տեսել նման վերլուծություններ ես։ Այդ դեպքում անջատողականության մյուս տարբերակին անդրադառնանք, դա արդեն թուրքական անջատողականության հարցն է Իրանում, որտեղ Ադրբեջանը կարևոր դերակատարում ունի եւ այդտեղ նույնպես խոսվում է Իսրայելի դերակատարության մասին։ Եթե փորձենք նայենք այն ինչ որ կառուցվում է վերջի 2 տարիներին Իսրայելի կողմից, դա պայմանական օգտագործում են կամ ասում են դրան դավթի առանցք, ի տարբերություն չարիքի առանցքի, որը որ իրանական պրոքսիներն են, այստեղ խոսքը Իսրայելի կողմից կառուցվող իր առանձնության պրոքսիների առանցքն է, որը Սիրիայի պարագայում ասում էր դրուզական շրջաներով, քրդական էլեմենտով եւ այդ գիծը կարող է շարունակվել գալ Իրանի հյուսիսով կպնել, այսինքն տեղ այդ ազերի բնակչության հետ կապված եւ քննարկումներ կան, ազդեցություններ կան եւ աշխատանքներ, այսինքն բարբերաբար հայտնվում են որ նման քննարկումներ, բայց այս պայմանությամբ, երբ որ ռազմական գործողություններ գնում են եւ այդ կոնսոլիդացիան իրանական ներսում կառավարման տեսանկյունից տեղի է լինում, սա կարող է նաեւ բերել նրան, որ ավելի խստանան այդ վերահսկողական մեխանիզմները եւ երկրորդով պետք է հասկանալ ինչ արդյունքի կունենանք, որտեղ դեռ այս պարագայում սա շատ մաշող պատերազմ է, այսինքն անընդհատ ամեն օր ռմբահարումներ, հրճակություններ, ամեն անգամ ինչ որ նոր տեսնում ենք իսրայելական գմբեթը կամ չի աշխատում, կամ չեն ուզում որ աշխատի, որտեղ սա իր հերթին նաև կարող է Իսրայելի կողմից օգտագործվել ցույց տալու Միացյալ Նահանգներին, որ կա անհրաժեշտություն միջամտելու գործընթացին, որտեղ արդեն փոխվել է իրավիճակը, բայց կարող է համակարգը չի աշխատում, որտեղ այստեղ մինչև այս վերջի արձակումների այդ ավելի շատ հրթիռների տեղ հասնելը եղան մի քանի հրապարակումներ, որ այդ համակարգը սպառում է արդեն իրեն խոտանվել էր, ազդեցություններ եղել այդ համակարգի վրա, ճիշտ չէր աշխատել, այսինքն այստեղ կարող են նաև այսինքն կիբեր հնարավորությունները հարձակման, նաև այդ համակարգը ինչ որ շարքից անել, բայց իմ կարծիքով ավելի շատ իսրայելական կողմը փորձում է դիրքավորվել որպես արդեն աջակցություն ուզեցող, պահանջող, որ դաշնակիցը անպայման միջամտի խաղին։ Մի երկիր, որը կարիք ունի աջակցության դուրս գալու այս իրադրությունից։ Երբ նախորդ էսկալացիայի փուլերի ժամանակ անցյալ տարի խոսում էինք Թուրքիա-Իսրայել հարաբերությունների մասին, ակնհայտ էր, որ հռետորաբանության մակարդակում շատ բարձրագույն հայտարարություններ կային ընդդեմ Իսրայելի, Թուրքիայից, բայց օրինակ գազի մատակարարումը այդպես էլ չէր դադարում։ Հիմա նույնպես Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումը, բայց այդ շարունակում է, այսպես ասած, կուլիսների ետևում դեռևս սպասել եւ օգտվել առիթից։ Բնականաբար է, որտեղ
եթե դեպքերն են զարգանում, որտեղ կա թույլ Իրան, այդ թուրքական էլեմենտի, ֆակտորի ուժեղացումն է տարածաշրջանում։ Այդ էլ ուրիշ հետաքրքիր սցենար է զարգացման, որտեղ տեղ արդեն Թուրքիան պետք է Իսրայելի հետ կիսի ազդեցությունը տարածաշրջանում, որը բավական երկար դժվար բանակցություններ կլինի։ Եվ միշտ չի որ հեշտ է ստացվում մեր Սիրիայում օրինակ։ Եվ այստեղ տնտեսական այդ համագործակցությունը կա, շարունակվում է, որտեղ չունենք ոչ մի հաղորդում, որ ճոպան դադարեցվել է, բայց Թուրքիան այստեղ ավելի շատ սպասողի դիրք է ընդունել, նախապատրաստական աշխատանքներ միգուցե տանում են, ու նրանք էլ հետևում են, որտեղ շատ կարևոր է Միացյալ Նահանգների դիրքորոշումը։ Եթե Միացյալ Նահանգները իսկ մինչև Թրամփի որոշելը ոնց ես արաբական կենտրոններից տարբեր եկող տեղեկատվությունը, որ համատում եմ, տեսնում ենք, որ բացասական սիգնալներ են գնում Վաշինգտոն, որ պետք չի։ Միգուցե ավելի այլ մակարդակի խոսակցություններ լինում են, որ նրանք չեն ուզում թիրախավորել նաև իրենց երկրներ առաջինը, հատկապես այս վերջի օրերի Իսրայելի վրա ուղարկած հրթիռները եւ դրանց չորսալու, չկարողանալու որսալու ֆակտը շատ ազդեցիկ է, որովհետեւ հիմնական հույսը, այսինքն ԱՄՆ հակաօդային պաշտպանական համակարգերն են, որոնք կային այդ երկրներում, բայց փաստացի չեն աշխատում։ Այդ Իսրայելի պարագայում սա շատ լուրջ մտածել տեղ է տալիս այս երկրներին, Միացյալ Նահանգների հապաղել նաև կարող է կապված լինել սրա հետ, որ այս երկրները դեռ ընդդիմանում են պատրաստ չեն իրենք ներգրավելու այս ամբողջ գործընթացի մեջ։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ցավոք նույնիսկ եթերաշրջանի ավարտին չստացվեց խոսափել պատերազմական իրադրության մասին խոսակցություններից, բայց հուսանք, որ նոր եթերաշրջանները դրա հնարավորությունը կտան։ Շնորհակալ եմ շատ։